Գնանք առաջ։ Երեք գաղտնիք ասեմ էի մասին։ Առաջինը այն, սրանք շատ մեծ գաղտնիքներ չեն, գաղտնիք քիչ չափազանցված եմ գրել, ամեն դեպքում AI միայն IT ընկերությունների համար չի, իրականում ուրեմն բան բիզնեսներում, ավանդական բիզնեսներում նույնպես AI շատ մեծ գործ կարող է անել, ես մի քանի օրինակ բերեցի, թե ինչ կարող է անել ավանդական բիզնեսում։ Մյուս գաղտնիքը ձեզ պետք կլինի ծրագրավորող AI ներդնելու համար, իրականում շատ ավելի կարևոր է, իհարկե ծրագրավորողի կարիք կարող է ունենալ, բայց շատ ավելի կարևոր է այդ պրոֆեսիոնալ ուրեմն պրոյեկտի ղեկավարի դերը, քան ծրագրավորողի դերը։ Ու բարձր ավտոմատացումները կարելի է սեփական ձեռքերով էլ սարքել, հատկապես ոչ շատ մեծ ընկերություններում։ Ես դրա մասին մի քիչ ուշ կխոսեմ, մենք դրա մասին մի հատ լավ տրեյնինգ ունենք, դրա մասին վերջում կասեմ։ Ու մյուսը AI-ը թանկ հաճույք չի իրականում, ես ասացի, որ արդեն գործիքները շատ հասանելի են ու հատկապես երբ հաշվում ես AI-ի ROI-ին, return on investment-ը, ROI-ը, տեսնում ես, որ իրականում AI-ը լավ է ձեռնտու բան է։ Մի հատ հաշվարկի օրինակ բերեմ, ենթադրենք դուք վերցնում եք եւ ծախսում եք 3 միլիոն դրամ ու ներդնում եք հաճախորդների հետ շփման բոտ։ Ու 3 միլիոնը sense ինչ-որ մինիմալ թիվ եմ գրել, որով որ կարելի է ստանալ որակյալ ինչ-որ բոտ, բայց դրա արդյունքում պատկերացրեք, որ 3 աշխատակցի փոխարեն հիմա ունեք միայն մեկի կարիքը, որովհետեւ մի հոգին ուղղակի պետք է, որ այդ AI-ին հետևի սխալների դեպքում ուղի կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներում, ոչ ստանդարտ իրավիճակներում արդեն մարդը պատասխանի։ Ինչ կունենաք արդյունքում։ Մոտավոր հաշվարկ։ 2 աշխատակից կրճատեցինք, ամեն մեկին համարենք ամսական 200,000 դրամ աշխատավարձ ենք տալիս, այսինքն 200,000 անգամ 2, անգամ 12, 12 ամիս, մի հատ էլ 1.5 ենք բազմապատկել հաշվի առնելով այլ ծախսեր, այնտեղ արձակուրդային, հարկեր, բան, հիմա արդեն ապահովագրավիճար եւ այլն, ու ստացել եմ 7.2 միլիոն դրամ 1 տարում։ Այսինքն նման բոտը կարող է միայն 2 աշխատակից կրճատելով մի տարում ձեզ տալ 7.2 միլիոն դրամ ծախսերի հնարավորություն։ 7.2 միլիոնից երբ որ հանում ես 3 միլիոն, բավականին լավ թիվ է ստանում։ Հիմա մի հատ անալոգիայով եմ բերելու AI փոխակերպման պրոյեկտի կառավարման բանը, բուն նյութը անալոգիայով եմ պատմելու, որովհետև այդ անալոգիայով շատ ավելի հարմար, շատ ավելի հեշտ է ստացվում եւ ընկալելը եւ հետո հիշելը։ AI տրանսֆորմացիան շատ նման է smart house կառուցելուն, որովհետեւ smart house-ի դեպքում էլ դու կարիք ունես կառուցելու մի համակարգ, որտեղ բոլոր բաները, սարքերը, բոլոր process-ները իրար կապացեն ու կառավարվում են մի կետից, ու այդ էլ նախորդ պիտի մտածես, գծես, սարքես, ոչ թե ուղղակի, չգիտեմ, մի հատ բան դնես, մի հատ ավտոմատ դարպասի դուռ դնես, որ պուլտով բացվում է, հետո գաս մի հատ, չգիտեմ, լույսերի ավտոմատ համակարգ դնես, որ մտնում ես տուն ծափես տալիս լույսի միանումը կամ շարժման բանով տվիչով մի հատ դուռս բացում միանումը եւ այլն։ Այտենց կտոր սարքելու փոխարեն smart house-ն ինչ է։ Smart house-ը համապարփակ է, ընդհանուր համակարգ է, որտեղ որ տան կառավարման բոլոր գործիքները, ֆունկցիաները եւ այլն բոլորը մի ընդհանուր համակարգի մեջ են։ Այ AI փոխակերպում ասելով մենք նման բան ենք հասկանում բիզնեսի համար, երբ ոչ թե մենք ունենք տարբեր տեղերում տարբեր GPT-ները օգտագործվող կամ տարբեր գործիքներ օգտագործող, այլ ունենք մի հատ համապարփակ համակարգ, որտեղ որ AI-ը մաքսիմում արդյունավետություն է ապահովում։ Ինչ քայլերով ենք անցնում այս AI փոխակերպման մեջ։ Ես հիմա զուգահեռ կտանեմ smart տուն սարքելու պրոյեկտը եւ AI փոխակերպման պրոյեկտը, որ sense տպավորիչ լինի, հիշեք։ Առաջին քայլը պատկերացրեք smart տուն ենք սարքում, որն աուդիտ եւ պլանավորում, այսինքն մենք պիտի աուդիտ անենք, հասկանանք ինչ ունենք եւ պլանավորենք, թե ինչ պիտի ստանանք։ Խելացին տան դեպքում ինչ պիտի անես, մինչեւ սարքերը գնելը մի հատ կստուգես, արդյոք տան հատակագիծը, տեխնիկական պարամետրերը բավարարում են քո պատկերացրածին, թե ոչ։ Տեխնիկական պարամետր ասելով նկատի ունեմ միգուցե ինչ որ բացի սարքավորումներից եւ այլն, միգուցե տանը ինչ որ այլ բան պիտի փոխես, որպեսզի տունը բան ունի, վիճակի լինի,
smart house խելացի տուն դառնալ, օրինակ, չգիտեմ, դարպասները պիտի փոխես կամ ենթադրենք բանը հոսանքի հզորությունը պիտի ավելացնես եւ այլն։ Եթե ոչ որոշում եք ինչ եք ուզում, որից հետո հաշվում եք։ Արդյոք ընտանիքի բյուջեն հերիքում է վերանորոգման համար, չէ՞։ Այս պլան աուդիտ, հետո պլանավորում։ Իհարկե, այստեղ պլանավորումը մի քիչ ավելի բարդ է, ես արագ լինելու համար բարձ մի կտորն եմ բերել, հա, բան, բյուջե։ Նույն ձևով է փոխակերպման մեջ պիտի անես, բայց բնականաբար քայլերը մի քիչ այլ են։ Ինչ պիտի անես։ Նախ մեծ ժառանգության աուդիտ անես, այսինքն նայես թե ինչ է ժառանգել քեզ բիզնեսը իր ամբողջ պատմությամբ։ Ինչպես վարվել են ժառանգություն ստացածին ծրագրերի, կեղտոտեքսերների եւ այլնի հետ։ Այսինքն նույն ձևով ոնց որ տան աուդիտես ամ տեսնես ինչ ունես, այնպես էլ ստեղ առկա իրավիճակի տեխնոլոգիական եւ տվյալների մասով իրավիճակի աուդիտես ամ։ Հետո վերլուծում ես շահագրգիռ կողմերին։ Այլ կերպ ասած, ուզում ես հասկանալ տան անդամները, այս դեպքում տան անդամները կլինեն տնօրենը, հաշվապահը, չգիտեմ, վաճառքի ղեկավարը եւ այլն, ինչ են ուզում, իրենց պահանջները, ու կհաշվես բյուջեն, ու մեր դեպքում կհաշվես նաև ROI-ը, որովհետև ամեն դեպքում սա որպես ներդրում է անում բիզնեսում, որ պիտի հետո ինչ որ օգուտ տա, կհաշվես ինչ կարժեն է նախագիծը ու ինչ պոտենցիալ օգուտներ կբերի, ու նաև մի կարևոր բան հաշվում ես հետագա սպասարկման ծախսերը նաև, որովհետև ցանկացած թվային փոխակերպում ինչ որ հետագա սպասարկման ծախս ունի, նույնպես ինչպես խելացի տունը, հա, ինչ որ ծրագրեր ես ներդրում, որոնց համար subscription ես վճարում։ Քայլ 2. Նախագծում։ Այսինքն մենք մոտավորապես հասկացանք ինչ ենք ուզում, հասկացանք, որ մենք այդ բյուջեն ունենք, կարող ենք իրականացնել, պիտի նախագծենք։ Խելացի տան դեպքում մշակում ենք համակարգի գծագրերը, հոսանք, ջուր, սարքեր, ֆունկցիոնալ եւ այլն։ Փոխակերպման դեպքում այս քայլում ինչ ենք անում։ Գծում ենք process-ները, process-ների հոսք, գտնում ենք խցանումները, տեխնոլոգիաներն ենք ընտրում, որոշում ենք թե որ սենյակում ինչ համակարգ պիտի դրվի, կամ բիզնեսի տեսեք ինչ է, ինչ գործիքներ են մեզ պետք մեր պատկերացրած մեր process-ները ավտոմատացնելու, փոխակերպելու համար, եւ կարևոր տվյալը սրա մասին մի քանի անգամ խոսեցի, տվյալների մաքրումը։ Մաքրում ենք էլի որպես մետաֆորա, մաքրում ենք խողովակները աղբից, այսինքն տվյալները մաքրում ենք, որպեսզի նոր համակարգ արդեն մաքուր ջուր լցվի կամ մաքուր տվյալ գնա։ Երրորդ քայլը խելացի սարքերի տեղադրումը մեր ուրեմն խելացի տան դեպքում հիմա նոր կտեղադրենք սենսորներ, տեսախցիկ, ձայնային օգնականներ ու սովորեցնում ենք տանը մտածել, այսինքն բանն ենք դնում, հա, ալգորիթմներն ենք դնում, ասում ենք, եթե դուռը բացվեց, լույսը պիտի վառվի։ Նույն տրամաբանությամբ նաև ուրեմն AI փոխակերպման մեջ։ Մենք այս քայլում նոր համակարգը կներդնենք, տվյալները կներբեռնենք, ինչ որ ավտոմատացումներ կսարքենք, no-code automation գործիքներով, օրինակ NAT-նով կապենք տարբեր սարքերը կամ ծրագրերը, AI ագենտներ կսարքենք, որոնք որ որպես խելացի գործակալ մեր ինչ որ ռուտինային աշխատանքները կանեն, սա կարելի է համատել, օրինակ, երբ դուռը բացում ես, լույսը վառվում է։ Նույնը AI ագենտը կարող անել բիզնեսի համար, հա, երբ, չգիտեմ, զանգ է գալիս, ինչ որ գործողություն անում, կամ երբ ինչ որ նոր գործընկեր է գրանցվում համակարգում, մեյլ է ուղարկում եւ այլն։ Եվ իհարկե անվտանգության հարցն ենք լուծում, դնում ենք ազդանշանային համակարգ, սիգնալիզացիա, այսպես ասած, որը որ ընդհանրապես թվային փոխակերպման դեպքում խիստ կարևոր առաջնային շատ կարևոր դեր է կատարում, որովհետեւ տվյալների արտահոսքը ընդհանրապես տվյալների հետ կապված ռիսկերը շատ մեծ են ժամանակակից աշխարհում, ու եթե մենք սրա մասին չմտածեցինք նախորդ, հետագայում ինչ որ պահի մենք կարող ենք լուրջ խնդիր ունենալ։ Մյուսը, ու իրականում սա ոչ թե հաջորդ քայլ է, սա ինչ որ զուգահեռ քայլ է, շինարարների կառավարումը, այսինքն բուն այդ ռեմոնտի շինարարական process-ները։ Խելացի տան դեպքում ինչ ենք անում, մենք վերահսկում ենք, չգիտեմ, էլեկտրիկին, ծրագրավորողներին, որպեսզի նրանք ժամանակին ավարտեն գործը, ավելորդ գումար չուզեն, չասեն, չգիտեմ, գործը երկար էր, շատ տևեց, չնախատեսված հարցեր ունենք եւ այլն, ու բնականաբար վերջում ստուգում եք, արդյոք ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես դուք պլանավորել եք, տեստավորում եք։
Նույն տրամաբանությամբ մենք AI փոխակերպման դեպքում իրականացնում ենք հետևյալ քայլերը։ Նախագծի կառավարում, այսինքն աշխատանքի կազմակերպում ենք նախագծերի կառավարման գործիքներով, վենդորների հետ աշխատանք, այս էլ շատ կարևոր կետ է, ինչպես գրել ճիշտ պատվեր եւ ինչպես վերահսկել պայմանագրային կետեր։ Վենդորների հետ աշխատանքը, այսինքն մատակարարների հետ աշխատանքը, ծրագրային ապահովման ներդրման թվային փոխակերպման մեջ շատ կարևոր է, ավելի կարևոր, քան շինարարությունում բանը, չգիտեմ, կահույքագործի կամ այնտեղ բանի հետ աշխատանքը, չգիտեմ, շինանյութի խանութի հետ աշխատանքը, ինչի, որովհետև մենք ստեղ գործ ունենք ոչ թե ֆիզիկական իրի գնման հետ, այլ գործ ունենք ծառայության գնման հետ։ Եթե կահույքի դեպքում դու կարող ես կահույքը ստանալու պայն ստուգել ու տեսնել խնդիրների 90%-ը, ապա աշխատանք պատվիրելուց, ծառայություն պատվիրելուց իրենց վերահսկումը շատ ավելի բարդ է։ Ու ստեղ շատ կարևոր է նախ ճիշտ պատվիրել ծառայությունը։ Հետո կարևոր է ճիշտ ստուգել արդյոք պայմանագրի կետերին համապատասխան ծառայությունը մատուցվում է թե չէ։ Էլի կահույք գնելուց պատվիրելը համեմատաբար հեշտ է, որովհետև դու ունես վիզուալ պատկեր, դու ունես ձեռքի տակ նյութ, որ կարող ես շոշափել հասկանալ այս նյութն է ուզում թե այն նյութը, այս լամինատից է ուզում թե այն լամինատից, իսկ ծառայության դեպքում նման բան չկա, վիզուալ նման հնարավորություն չկա, դու շատ անգամ բառերով ես ներկայացնում, տեխնիկական առաջադրանքով ես ներկայացնում, թե ինչ ես ուզում։ Ու այդ տեխնիկական առաջադրանքը շատ կարևոր է, որ երկու կողմն էլ նույն ձևով հասկանան եւ տեխնիկական առաջադրանքի բոլոր պայմանները պայմանագրում արդյունքում գրանցվեն։ Եվ իհարկե տեստավորումը, ընդունում ես աշխատանքը, համոզվում ես, որ ամեն ինչ աշխատում է։ Ու վերջին քայլը ընտանիքի ուսուցումը, եթե մենք խելացի տան մասին խոսանք, ստեղ կլինի մոտավորապես հետևյալը, հա, մենք սովորացնենք օրինակ տատիկին օգտվել iPad-ից, որ չվախենա ու հանկարծ չփորձի տունը լուսավորել մոմով, ինչպես սովոր է ինքը, ու բնականաբար, եթե բնակիչները չսիրեն նոր տունը կքանդեն այն, նույն ձևով, եթե ձեր ընկերությունը, ձեր թիմը չսիրի ձեր նոր ներդրած գործիքներ, իրանք ուղղակի դրանցով չեն աշխատի։ Դրա համար թվային փոխակերպման դեպքում ստեղ դիմադրության կառավարումն է շատ կարևոր, ուսուցումը ժամանակին թիմակիցներին սովորել օգտվել նոր համակարգից ու իհարկե կոնֆլիկտների եւ բանակցությունների մասը եւ ընթացքում լուծում ենք կոնֆլիկտները, որպեսզի դրանք չդառնան մասսայական սաբոտաժ, ինչի մասին խոսեցինք։ Այս 5 հիմնական բանն է, քայլն է, ուրեմն AI տրանսֆորմացիա անցնելու համար ու այս համեմատությամբ smart house-ի եւ թվային փոխակերպման համեմատությամբ կարծում եմ շատ ավելի պատկերավոր եղավ, թե ինչ է մտնում թվային փոխակերպման նախագծի մեջ եւ ինչի վրա այդտեղ ուշադրություն դարձնել։ Իմիջիայլոց smart տունը ինչ որ իմաստով նույնպես է փոխակերպման պրոյեկտ է, ուղղակի ոչ բիզնեսում, այլ տանը։ Ահա, ինչ անել հիմա։ Ես պատմեցի նրա մասին, թե ինչ ռիսկեր թվային փոխակերպման մեջ, ինչ տենդենսներ կան AI-ում, ինչպես պիտի իրականացնել թվային փոխակերպումը, ով պիտի լինի թվային փոխակերպման պատասխանատուն։ Հիմա что дальше։ Մենք, քանի որ այս ոլորտում մասնագիտացած ենք, ընդհանրապես կառավարման համակարգերի ոլորտում եւ մասնավորապես փոխակերպման ու AI արդեն AI փոխակերպման ոլորտում, ուրեմն շատ բան, այսպես ասեմ, շատ համապարփակ, խորը եւ շատ մասնագիտական տրեյնինգ ենք մշակել, որի մասին հիմա կպատմեմ, այստեղ դուք երկու տարբերակ ունեք, հա, դուք կամ կարող եք այս process-ը փորձել ինքնուրույն, այսինքն փնտրել նյութել ինտերնետում, սխալվել, սովորել, ինչ-որ ժամանակ ծախսել, ու իհարկե ռիսկ կա, որ կարող է ինչ-որ բաներ չստացվի, կամ կարող եք նախ սովորել այս պրոյեկտի ղեկավարումը, հետո նոր իրականացնել սեփական ձեռքերով, այսինքն ամեն սովորել մասնագետից, արագ փորձել եւ արագ հաջողել, ժամանակ չվատնել սխալ ուղու վրա ու
վերջում ունենալ պատրաստի առաջին ավտոմատացումը։ Ես կարծում եմ, որ ձախ տարբերակը ինքնուրույն է իրականում արդյունքում դանդաղ եւ ավելի թանկ է ստացվում, քան աջ տարբերակը, որովհետեւ ինքնուրույն սովորելը այս բարդ եւ արագ փոփոխվող ոլորտում բաժանակիր աշխատանք է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, որ մասնակցեցիք վեբինարին, հուսով եմ ինֆորմացիան, որ ստացաք, օգտակար էր, կարևոր էր եւ դրա հիման վրա որոշակի որոշումներ կկայացնենք ձեր հետագա աշխատանքում։ Այսքանը, շնորհակալություն ձեզ, լավ երեկո։